Բագրատ Սրբազան, բայց արդյոք սփյուռքահայերը չեն շարունակի որոշները, որովհետև գիտեմ, որ Սփյուռքում շատ շատերը մերժում են իրենց այդ հանդիպումները, շատ շատերը, հա, բայց այսուհետ պետք է ինձ թվում է նույնիսկ խոշորացույցով նայել բոլոր նրանց, լինի մտավորական, լինի բժիշկ, լինի երգիչ, լինի, չգիտեմ, հա, սփյուռքահայ գործարար, տեղացի գործարար, ովքեր որ ձեռք կպարզեն, հա, իրենց, որտեղ պետք է մերժել սա։ Եթե մենք մեզ հարգում ենք որպես հասարակություն, եթե մենք ունենք արժանապատվություն, մենք պետք է ընդհանրապես մերժենք եւ խոշորացույցով պետք է նայենք բոլոր նրանց, ովքեր ձեռք կմեկնեն իրենց։ Հա, ձեռք կպարզեն բարևելու։ Շատ կարևոր, շատ չափազանց էական նշանակություն ունեցող, ուղղակի չեմ կարող ասել ինչ աստիճանի հարց եք բարձրացնում եւ ճիշտ դիտարկում եք անում։ Չափազանց կարևոր համագործակցությունը չարիքի հետ, չարիքը ծնում։ Եվ բոլոր ոլորտներով, բոլոր անխտիր, բոլոր ոլորտներով պետք է մերժեն այդ համագործակցությունը։ Տեսեք, հիմա ավելի մեծ բանի մասին դուք խոսեցիք, Սփյուռքից եկաք, Սփյուռքում խոսեցիք, համազգային իմաստով բոլոր նրանց, ովքեր պատերի տակ խոսում են, մերժում են եւ այլն, թող չհամագործակցեն պաշտոնի անցնելու, գործի ընդունվելու, գործարարները չգնան խեղճուկի պես, որոնց այսօր քերթում են ուղակի։ Ես զարմանում եմ այս մարդկանց վրա, սրանք մեծ մասի վրա մենք գործարարներ ունենք, որոնց քերթում են ուղակի կալանքներով, հարկերով սպանում են։ Ես երանի որ ինձ իրավունքը տված լինեին ուղակի անուններով խոսելու այդ մարդկանց մասին, վստահ եմ առիթը կլինի անուններով ասելու մարդկանց, որոնք այսօր ուղղակիորեն գտնվում են այդպիսի կարգավիճակում, բայց մի միլիմետր չեն նահանջել իրենց պայքարից։ Բայց կան սրան զուգահեռ նաև ուրիշ մարդիկ, ովքեր ամեն հնարավոր տարբերակ, ինչքան էլ իրենց ստորացնում են, սա են անում, նա են անում, ամեն հնարավոր տարբերակ փնտրում են ինչ որ բան անելու, ինչ որ ձևով համագործակցելու։ Ես ասում եմ, համագործակցությունը պետք է մերժվի, բոլոր առումներով համագործակցություն։ Դա կլինի պաշտոն, սա, նա, գործարարություն, մեկելը, մյուսը, բոլոր հնարավոր շերտերով։ Ինչ է նշանակում, օրինակ եմ ասում։ Ասենք համայնքային ինչ որ միտեղ ընտրություններ են լինում, ինչ որ մեկը ԿՊ-ական տեխնացու է, ասում են դե ինքը լավ տղա, լավ մարդ է, լավ չգիտեմ։ Ոնց է լավ մարդ, երբ որ ինքը ուղղակի համաձայնված է այն աղետի հետ համագործակցել։ Բայց այդ դեպքում պետք է հարց տալ, եթե Աստված ոչանի քո երեխային տաներ, հա, ու զոհաբերեր, պայմանավորված պատերազմում հանձներ, հա, զոհաբերեր, եւ դիակը Աստված հերու պահի, հա, որևէ մեկը չտեսնի դա, իր երեխայի մասունքները գտնվեին դիահերձարանում գետնին շպրտված պարկերի մեջ, Աստված ոչ ան, այսինքն նորից ասում եմ, իրենն էլ չլինի, այդ բոլորը մերն են, մեր ընդհանուր ինքնության։ Ես հասկանում եմ դա, բայց պետք է սարսափ է, այսինքն ինչպես կարելի է գնալ նրա հետ ճաշել, ինչպես կարելի է գնալ նրանց հետ ընդհանրապես վճարել, որ ճաշել։ Դուք պատկերացնում եք, սա, չգիտեմ, ինքնագնահատականի բան, պլինտուսի ինչ մակարդակ է։ Հենց այդ պատճառով եմ ասում, եւ վերստին կրկնում եմ, երբ որ մի համայնքում ընտրություն կամ եւ այլն ինչ որ բան է տեղի ունենում եւ ասում են, սա ինքը ԿՊ-ական չի, իրենց հետ նույնիսկ բան չունի, հարաբերություն չունի եւ այլն, բայց միևնույն ժամանակ իրենց տեխնացումը դառնալու քաղաքապետ կամ ինչ որ մի բան կարևոր չի։ Իսկ հարցը առաջանում, այսինքն այդ ինչ նկարագրի մասին է։ Այդ մարդը ինչպես կարող է լինել լավ մարդ, ինչպես կարող է լինել լավ հայ, ինչ պետք է ինքը արած լինի, որ գերազանց է ամբողջ, այսինքն դավաճանության ուրացումի հետ դու չարիքի հետ համագործակցող մարդը ոնց կարող է լինել լավ մարդ։ Ես հնարավորություններ ունեցել եմ բոլոր առումներով, հրաժարվել եմ հազար մի տեսակի մարդկանցից, որոնք ինձ ընկերներ են այսպես կոչված եղած։ Հիմա չեմ եկել ինձ որևէ ձևով ասել, սա շատ եմ խոսել սրա մասին, բայց ինձ համար գոյություն չունեն իրենք այլևս։ Չկան, որովհետև կա մի արժեք, կա մի երևույթ, կա հայրենիք, կա պետություն, կա ինքնություն, կա պատիվ ի վերջո, որի համար ապրում ենք։ Իհարկե։ Եվ դրան հակադիր մյուս բաները։ Հիմա սրա մասին անընդհատ ասելու
Անհրաժեշտությունը կա, այո, անընդհատ։ Այդ մարդիկ պետք է կանգնեն իրենք իրենց հաշիվ տան մի վարքյան։